դուք ապահով եք։ Առակաց 4:23-ում ասում է. ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը։ Ո՞րն է ձեր տան ամենաարժեքավոր իրը, ինչ կպատահի, եթե այն գողանանք կամ կորցնեք։ Բնականաբար դուք կտխրեք, բայց կյանքը կշարունակվի։ Ճշմարտությունն այն է, որ եթե գողը մտնի ձեր տուն եւ գողանա բոլոր արժեքավոր իրերը, նա չի տանի ամենաարժեքավորը, որովհետեւ չի կարողանա գողանալ ձեր ամենաթանկ գանձը, ձեր սիրտը։ Իրականում, սիրտը գողանալու միակ միջոցը այն կապելն է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հետ, որն ունակ է այն գողանալու։ Այս դեպքում ձեր կորուստը կարող է իսկապես մեծ լինել։ Սա է պատճառը, որ Աստված ասում է. սիրեք իրեն մեր ամբողջ սրտով, որովհետև միայն նրա մեջ է մեր սիրտը ապահով։ Ձեր սիրտը կամ կապվածությունները, ինչպես գրված է Աստվածաշնչի թարգմանություններից մեկում, ունի զորություն ազդելու ձեր կյանքում ամեն ինչի վրա։ Առակաց 4:23։ Այս խոսքը, որ մեզ կոչ է անում պահպանելու մեր սիրտը, նկարագրում է այն որպես աղբյուրի։ Մենք պահպանում ենք մեր սրտերն այնպես, ասես դրանք կենսատու ջրի աղբյուրներ են մեզ համար։ Մենք պաշտպանում ենք դրանք աղտոտումից, երբ հեռու ենք պահում դառնություններից և վիրավորանքներից։ Մենք պաշտպանում ենք դրանք երաշտից, աղոթքի և փառաբանության միջոցով, կապ պահպանելով ճշմարիտ ակունքի հետ։ Մենք պաշտպանում ենք մեր սրտերը անառողջ կապվածություններից, հեռու պահելով դրանք այս աշխարհի անհուսալի բաներից, որոնք սրտերը գողանալու հատկություն ունեն։ Երբ ջանասիրաբար պահպանենք մեր սրտերը, սիրելով մեր Տեր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ անձով, ամբողջ մտքով, ինչպես պատվիրել է մեզ Հիսուսը, նա կպահի և կաճեցնի մեզ։ Մատթեոս 22:37։ Եկեք աղոթենք միասին։ Աստված, ցույց տուր, թե ինչպես սիրտս ամբողջությամբ նվիրեմ քեզ և լավ պահպանեմ այն։ Ես գիտեմ, որ այն ամենից ապահով է քո խնամքի ներքո։ Ամեն։ Եվ եկեք հռչակենք. ես ուժեղ եմ, որովհետև պահպանում եմ իմ սրտի աղբյուրը։ Ամեն։